ինքնության պաշտպանությունն է։ Մենք ունենք առաքելություն ոչ թե բաժանելու, այլ միավորելու, ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու։ Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց եւ պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որ առաջնորդվում է ազգային շահերով եւ տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որ վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ եւ վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը եւ ազգային ինքնությունը։ Տիրելի հայրենակիցներ, դաշնակցությունը որպես ազգային անկախության գաղափարի կրող եւ իրագործող քաղաքական ուժ 1918 թվականին կազմակերպեց, համախմբեց ժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեց պետականություն։ Այս է մեր առաքելությունը նաեւ այսօր։ Այո, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականության հիմքերը խարխրված։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բայց մենք չենք համակերպվել եւ չենք համակերպելու։ Մեր պատմությունը, հատկապես մայիսի 28-ը, մեզ սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում մեր ներքին ուժը, որ մենք կարող ենք պարտվել, բայց պարտությունը վախճան չէ։ Այն հազարամյակների մեր պատմությունը պատմության ընդամենը մեկ էջ է, որը մենք կարող ենք եւ պարտավոր ենք շրջել։ Ի վերջո, ազգերի ճակատագիրը որոշվում է ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ մեր հիշողությունների եւ հերոսական հաղթանակների տաճարում մենք պետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլ ամենակարևորը ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը եւ մեր անտարբերությանը։ Մայր հայրենիքը առավել քան երբևէ այդ հավատքի, այդ ուժի կարիք ունի։ Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ամիսներին։ Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր մենք դիտակցում ենք պահի լրջությունը։ Պատրաստ ենք այդ պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերականգնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը, հանուն մեր պետականության, անկախության, ինքնության պաշտպանության։ Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն եւ մեզ հետ հաշվի կնստեն։ Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունը ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած երազանցող թշնամու։ Սարդարապատը մեզանից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլ նաև պայքար։ Սարդարապատում զոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին մեր խոսքով, գործով ու պայքարով։ Այո, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին։ Ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև քաղաքական ուղեցույց։ Այսինքն ժամանակն է Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք, ներկայում եւ ապագայում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կոտրվելու են հենց իրենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա այստեղ ենք, հիմա նայում ենք Արարատին եւ ես ձեզ ասում եմ, մենք կարող ենք, քանի որ մենք ժառանգն ենք նրանց,
ովքեր կանգնելով անհաղթահարելի թվացող փորձաճ եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատը կերտողների, Արցախը ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդն ենք։ Հարկ ու խոնարհում մայիսյան հաղթանակների պետականությունը կերտող մեր հերոսներին։ Շնորհավոր մայիսի 20-ում։ Այո, մենք կարող ենք եւ անելու ենք։ Շնորհակալ եմ։